Ինձ ուրախացրեց այս փաստը։ Հետաքրքիր է նա որպես հաղորդավարուհի ինչու է ընտրվել։ Իմ այլ մասերը գզզվեցին։ Շատ աստղով աղջիկ է։ Նա հրաշալի խոսում է երևի դրա համար։ Այո, ես մտածում էի, որ ընտրվել է, որովհետև ինքը լավն է, բայց պետք է հաշվի առնել նաև լեզուների իմացությունը, կարծում եմ։ Եվ ըստ երևույթին, ինչպես հասկացանք, նա տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն միգուցե։ Նաև հստակ խոսում է։ Այո, շատ գեղեցիկ խոսում է։ Իդեպ հաղորդավար լինելու համար ինձ թվում է հատուկ տվյալներ են պետք։ Էրնա, իսկ դու հասկացար ու մենք պարգևատրելու մենք այս։ Իհարկե ոչ, որովհետև խոսում է այս ընթացքում, հիմա կտեսնենք։ Նիդերլանդներ, կարծեմ ես տեսքից ուղակի կրահեցի, հիմա կտեսնենք։ Այս աղջիկը բոլորին խառնեց իրար ֆոտոմոդելը։ Մի հատ բան չկարողացավ փակցնել նորմալ, նորմալ է։ Չեն փակցնում, սրանք երևի հատուկ են նախատեսված, որպեսզի այսպես ուղակի վսկապի նման այսպես գցվի, հա ուսին։ Թե չէ Հասորեն երկու մասնակիցներն էլ հենց այս կերպ վերցրեցին իրենց մրցանակները։ Մենք հեռուստադիտողներից շատերի մոտ միգուցե կարծիք լինի, որ այսպիսով ավարտվում է, ոչ այդպիսի բան չկա արգել հեռուստադիտողներ, կա եզրափակիչ փուլ, որը ամենակարևորն է եւ գլխավոր անակնկալներին ականատես ենք լինելու հենց այդ շրջանում, վաղը կրկին Ֆորտունա հեռուստաընկերության եթերում։ Այնպես որ այդպիսի տպավորություն թող չստեղծվի, որ այսպիսով մրցանակները ստացան, սա հատուկ մրցանակներ է ժյուրիի կողմից նախատեսված եւ հիմա տեսնում ենք 3 մրցանակակիրներին 1 բեմահարթակի վրա, 3-ն էլ շողում են, նրանց կողքին է նաեւ Միս Աշխարհը, ինչպես նաեւ նրանց կողքին է գտնում Աշոտ Խաչատրյանը, 2011-ի Միս Աշխարհը, Աշոտ Խաչատրյանը եւ Կեֆալուկա հյուրանոցի տնօրենը Էռնա, ով հանդիսանում է այս հյուրանոցի տնօրենը, ասացի, այո, տնօրենը եւ գեղեցկության մրցույթի հովանավոր գործընկերը եւ այս ամենը տեղի է ունենում հենց այդ հյուրանոցում։ Աղջիկները գալիս են առաջ, որպեսզի ավելի լավ վայելեն դրանց ներկայությունը։ Նրանց նաեւ նկարում են, այստեղից ես տեսա։ Տեսնում ես։ Եվ ողջունում են, այդպես տեսնում ես Էռնային ձեռքը։ Դու նրանցից ում կընտրեի որպես ամենագեղեցիկ Սարգիս 3-ից։ Ես Ռուսաստանի ներկայացուցչին եմ հավանում, Էռնա, նա ոչ թե գեղեցիկ է, նրանցից այլ Պարզապես աստղով է, ինչպես ասում։ Իսում այո, իսկապես աստղով է, որովհետև նրա ժպիտը ձախ կողմի գեղեցկուհին երևի ամենագեղեցկուհին է։ Բայց չի զգացվում դա նրանց մեջ, որովհետև տես ժպտում է Ռուսաստանի ներկայացուցիչը շատ կրքոտ։ Եվ տեսնենք օպերատորի ճաշակը ում ավելի շատ կմոտեցնի, բայց չէ, նա հավասար մոտեցրեց։ Հիմա տեսնում ենք նրանց ոտքերը։ Ես կասեի զգեստները։ Լավ։ Մեջտեղի ներկայացուցիչը բավականին նիհար է եղնատեսա, ինչ մեջ կուներ։ Ահա, իհարկե նկատեցի։ Ես չգիտեմ ինչ սպասել, գուցե էլի անակնկալներ հենց հիմա լինեն, տեսնենք ինչ է սպասում։ Ոչ, այսքանով պետք է ավարտենք իմ կարծիքով։ Գովազդ է կարծես թե լինելու ընդամենը մի քանի վայրկյանից եթերում, որից անմիջապես հետո կշարունակենք։ Այո, դու ճիշտ էիր Էռնա, կեցցես։ Կրահելու համար։ Այո։ Թեժ քննարկում է գնում հանդիսատեսի մեջ, տեսնում ես։ Այո, տեսնում եմ։ Նաև նկարվում են։ Դե բնականաբար, սա ամենակարևոր լուսանկարներից մեկն է, որովհետև սովորաբար արխիվներում հենց սրանք են պահպանվում։ Անհատական լուսանկարները անհատական են, իսկ սա գեղեցկության մրցույթը կազմակերպողների, այսպես ասած, փաստաթղթերից մեկն է։